Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հուլիսի 16։ Որովհետև Աստծո շնորհքը երևացավ, որ փրկարար է ամեն մարդկանց համար, որ խրատում է մեզ, որ ուրանանք ամբարշտությունը և աշխարհական ցանկությունները, և խոհեմությամբ և արդարությամբ և աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհումը։ Տիտոս 2:11-12 խոսքեր։ Շնորհի և ավետարանի միջոցով տրվող փրկության վարդապետությունը նախատեսված է մարդկանց բոլոր խավերի և բոլոր վիճակների համար։ Այն սովորեցնում է հրաժարվել մեղքից և այլևս ոչ մի գործ չունենալ նրա հետ։ Երկնային կոչմանը չի վայելում երկրային ու մարմնավոր ապրելակերպը։ Այն սովորեցնում է խղճմտանքով կատարել այն, ինչ բարի է։ Մենք պետք է մեր հույսի և երկրպագության նպատակը տեսնենք մեր Աստծուն, Քրիստոսի միջոցով։ Ավետարանին համապատասխան կյանքը պետք է լինի աստվածապաշտ կյանք։ Մեր պարտականությունը կարելի է արտահայտել ընդամենը մի քանի խոսքով, մերժելով ամբարշտությունն ու աշխարհիկ ցանկությունները, ապրել ողջախոհությամբ, արդարությամբ և աստվածապաշտությամբ, չնայած բոլոր որոգայթներին, փորձություններին, ապականված օրինակներին, մարդկանց կողմից պատճառված անարդար վերաբերմունքին, ինչպես նաև այն մեղքին, որ դեռևս մնում է հավատացյալի սրտում իր բոլոր խոչընդոտներով հանդերձ։ Ավետարանը նաև սովորեցնում է սպասել գալիք աշխարհի փառքին։ Քրիստոսի փառավոր գալստյանը ժամանակ և նրա մեջ քրիստոնյաների օրհնյալ հույսը լիովին կկատարվի։ Մեզ սրբության և երջանկության հասցնելը Քրիստոսի մահվան նպատակն էր։ Տեր Հիսուս Քրիստոսը, մեծ Աստվածը և մեր Փրկիչը, փրկում է ոչ միայն որպես Աստված և առավել ևս ոչ միայն որպես մարդ, այլ որպես աստվածամարդ, երկու բնություններ մեկ անձի մեջ։ Նա սիրեց մեզ և իրեն տվեց մեզ համար, իսկ մենք ինչ կարող ենք անել ավելի քիչ, քան սիրել նրան և ամբողջությամբ նվիրել մեզ նրան։ Մեղքից փրկագնումը և բնության սրբացումը միասին են քայլում։ Դրանք Աստծո համար առանձնացված ժողովուրդ են ձևավորում ազատ մեղքի մեղավորությունից և դատապարտությունից և Սուրբ Հոգու կողմից մաքրված։ Ամբողջ Սուրբ Գիրքը օգտակար է։ Այն ապահովում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր յուրաքանչյուր պարտականության համար և օգնում է դրանք ճիշտ կերպով կատարել։ Ուստի քննենք ինքներս մեզ, թե արդյոք մեր ամբողջ վստահությունն ու ապավենը դրված են այն շնորհի վրա, որը փրկում է կորածներին, ներում է մեղավորներին և սրբացնում է պղծվածներին։